Տեր հայր, իսկ ինչ խորհուրդ ունի Տիարն ընթառաջը։ Ուրեմն, ինչպես գիտեք, Հայաստանից Արաքելական եկեղեցի միակն է, որը պահպանել է հին ավանդությունը հունվարի 6-ի մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան եւ Աստված հայտնության տոնը նշելով։ Ուրեմն 40 օր հետո, սա հին սովորություններ, 40 օր հետո ուրեմն ծնողները վերցեցին իրենց մանկանը եւ գնացին տաճար։ Տաճար, ուր որ Տիրոջը պիտի նվիրեին իրենց մանուկ Հիսուսին։ Դեռ ընթառաջ, կամ ժողովուրդը նաեւ ուրիշ անուն ունի, Տերնդես։ Տերնդես կնշանակում է Տերը ձեզ հետ, Տերը ընդ ձեզ։ Իսկ դեռ ընթառաջը Տիրոջը ընթառաջ գնալն է։ Ուրեմն այդ տոնը բաժանվում է երկու մասի։ Նախ նախատոնակ, որը տեղի ունենում 13-ին, 13-ի երեկոյան եւ 14-ին բուն տոնն է։ Ինչպես ասացի, 40 օր հետո, 5-ից 6-ը 40 օր հետո, 13-ից 14-ն է։ Եվ քանի որ 40 օրը եւ հունվարի 6-ը նույնն են, նշանակի որ անփոփոխ են։ Ուղղակի այս տարի հետաքրքիր է, որ համընկավ բուն բարեկենդանի հետ։ Եվ եթե բուն բարեկենդանի նախորդ օրը 13-ին, եթե այս տարի վստենք, վարագույրը պիտի կոց փակվեր, եւ 14-ին բուն բարեկենդանին արդեն վարագույրները փակ էին, այս տարի վարագույրը բաց պիտի լինի։ Վարագույրը բաց պիտի լինի, որովհետեւ ավակ տոնը Տիարն ընթառաջն է, այսինքն մենք սկզբից Տիարն ընթառաջը պիտի տոնենք, Տիրոջ ընթառաջ այս գնալու պատմությունը պիտի հիշատակենք, որից հետո կսկսի բուն բարեկենդանը, որի նաև սկիզբ լինի ուրեմն մեծ պահքի գալիք երկուշաբթի օրվանից։ Ուրեմն 40 օր հետո Մարիամը, Հովսեփը եւ մանուկ Հիսուս գնացին տաճար, միակ տաճարներ։ Հիմա է որ եկեղեցիները շատ են, հիմա է որ ժողովուրդը իրենց մոտակա եկեղեցիներին 40-րդ օրը իրենց փոքրիկին տանում են մաման եւ փոքրիկ գնում են եկեղեցի, որպեսզի ուրեմն ծուկի գան եւ խոնարհվեն։ Ասեմ նաեւ հին սովորություն ունեն հայերը մանավանդ, որը կոչվում է դարձի սովորություն։ Երբ որ երեխան ծնվում է, մանավանդ առաջին երեխան է, եւ մայրը առաջին երեխան է, փորձ չունի, ուրեմն սովորություն կար դարձ ղրգել, այսինքն վերադարձնել մաման երեխայի հետ իր ծնողի տունը, ուր որ աղջիկա մայրը կսովորացներ ինչպես վարվել երեխայի հետ, ինչպես լողացնել եւ այդ մանրամասները կապված նոր երեխային։ Մանավանդ չմոռանանք, որ 40 օրվա ընթացքում նաև որոշակի փոփոխություններ կա, այսինքն առողջականի վիճակի մեջ, եւ այդ փոփոխության ընթացքին մայրը նույնպես օգնում է։ Եվ ահա 40 օր հետո, ինչպես որ հիմա է 2000 տարի առաջ, ինչպես ասեցի, Մարիամը, Հովսեփը Հիսուսին տարան։ Բայց եթե հիմա հեշտ է, ուզածդ մեքենայով վազելով հասցնում ես, այն ժամանակ դժվար է, երբ որ իրենք հասան, արդեն երեկո էր։ Եվ հետաքրքիր է, տաճարը մեծ էր։ Եվ իրենք մոտեցան առաջի իսկ դռանը, որը միշտ փակ էր, ըստ ավանդության, այդ դուռը կբացվեր միայն Տիրոջ առջև։ Եվ հետաքրքիր է, բոլորը գիտեն այդ ավանդությունը, եւ բոլորը սպասում են, թե փրկիչ երբ պիտի գա։ Եվ տաճարի մեջ մշտապես ապրում էին Սիմեոն ծերունին եւ Աննա Մարգարեին։ Ուրեմն մինչև անցնելը թե ով է Սիմեոնը եւ ով է Աննան, ուրեմն դուռը դղրդյունով բացվեց եւ ամբողջ Երուսաղեմի ժողովուրդը երբ լսեց դղրդյունը, հասկացավ որ դուռն է բացվողը, ուրեմն կրակը ձեռներին կամ լապտերները ձեռներին վազեցին, որ ստենան թե ով մտավ ներս։ Լապտերները ձեռքերին վազեցին, որպեսզի նախ մութ էր լուսավորել իրենց ճանապարհները։ Երբ որ դուռը բացվեց, ուրեմն իրենց մյուս կողմը արդեն սպասում էր Սիմեոն ծերունին եւ Աննա Մարգարեին։ Ով էր Սիմեոն ծերունին։ Ուրեմն 70-ից թարգմանություն հասկացողություն գոյություն ունի, այսինքն այնպես ստացվեց, ինչպես որ սպյուրքի մեջ շատ-շատերս մոռանում ենք հայերենը եւ ավելի ենք նախընտրում այն լեզուն, որը կա մեր շրջապանի մեջ, օրինակ ֆրանսերենը, մտածելով եթե ֆրանսերեն խոսեցինք, արդեն ֆրանսիացի կլինենք, նույն ժամանակ այնպես ստացվեց, որ
նույն, այսինքն հрьяաների մեջ սկսվեց հունարենը առավել լեզուլնել։ Եվ դա պատճառ եղավ, որ եկեղեցականները կամ քահանայապետները որոշեցին թարգմանել տալ հունարենի իրենց ամբողջ սուրբ գրքերը։ Եվ 70 հոգի թարգմանիչներ հավաքվեցին եւ մի կղզի, որտեղ նրանք պետք է թարգմանեին։ Ահա Սիմեոնը ըստ ավանդության այն 70 որը թարգմանիչներից էր, որին տրվել էր Եսայի մարգարեն թարգմանելու։ Ավանդությունը մեզ է պատմում, որ Եսային, երիտասարդ Եսային, թարգմանիչը, ուրեմն եւ կարդում է, որ կույսը պետք է հղիանա, մտածում եք կույսը ինչպես պետք է հղիանա, եթե Ամոս ասած չէ, չի կարող կույսը հղիանալ, ուրեմն կույսի փոխարեն գնում է կինը։ Բայց իր աչքի առջև տեսնում է, որ կինը ջնջվում է, գրվում է կույս։ Մի անգամ, երկու անգամ, երեք անգամ եւ հրեշտակ գալիս է, ասում է դու մահ չես տեսնի, մինչեւ որ դու չտեսնես եւ այդ մանկանը եւ այդ կույսին։ Եվ ահա իզուր չէ որ երբ որ Սիմեոնը վերցրեց փոքրիկ Հիսուսին իր ձեռքը, ասեց տեսա նրանով որ լուսավորեց աշխարհը։ Ահա, ասենք պատրաստ է մահանալու դրանից հետո եւ ավանդությունը ասում է երբ որ մայրը, հայրը եւ զավակը ներս անցան, այդտեղ Սիմեոնը մահացավ։ Այսինքն տեսավ եւ մահվան արժանացավ։ Դուք կարող եք մտածել, որ այսօր շատ մարդիկ կան, որոնք վախենում են մահվան եւ ավելի կարճացան կյանքին։ Սիմեոնը ավելի կարճած էր սպասմանը այն Աստծուն, որ ինքը հավատացել էր։ Դրա համար իր համար այդ մահը մոտեցումն էր Աստծո։ Նաեւ կար այնտեղ Աննա Մարգարոյի մի անձնավորություն, որը շատ երիտասարդ ժամանակ ուրեմն ամուսացավ եւ այ ամուսինը մահացավ եւ ինքը իր ամբողջ կյանքը նվիրեց տաճարին, ուրեմն ինքը մնաց իբրև Մարգարոյի Տիրոջ կողմից շնորհված էր, ինքն էլ նույնպես դիմավորեց Հիսուսին։ Տեսեք, Տիրոջը ընթരാճ եկան երկու հոգի Սիմոն Ծերունին եւ Աննա Մարգարոյին, դեռ ընթരാճ, որից հետո է ուրեմն որ Հովսեփը Մարիամը Հիսուսին բերեցին տաճար եւ իրենց զոհը մատուցեցին Աստծուն, փառք տալով, ասիկ իրենց մանկան աշխարհ գալուն։ Հիմա էլ տեսեք սովորություն կա, երբ որ հիմա 40 օրեկան փոքրիկին բերում են եկեղեցի, ապա այս անգամ զոհաբերություն չկա, որտեղ Հիսուսից ավելի մեծ զոհ չի կարող լինել։ Ոչ մի կով, ոչ մի, ասենք թե ոչխար, ոչ մի ակլոր, ոչինչ չի կարող փոխարինել Քրիստոսի զոհաբերությանը, բայց մենք կարող ենք զոհաբերություն անենք եւ սովորությունը նրա մեջ է, որ մայրը, աղջկա մայրը, քանի որ ինքը բերում էր Հիսուս բան եկեղեցու մեջ, որտեղ փեսան պիտի գար հանդիպեին եւ իրանք տանեին, բերում է եկեղեցի ձեթ կանթեղի համար, գինի պատարակի համար եւ ալուր պատարակի համար։ Տեսեք ինչ խորհուրդ կա նաեւ Տիրոջ ընթരാճ, այսին 40-րդ օրը իրենց մանկանը բերում են։ Ինչու համար աղջկա մայրը, որտեղ աղջկա մայրն է առաջինը ուրախանում, որ իր աղջիկը արգանդը բացվեց եւ ինքը զավակ ունեցավ։ Ծնողները առաջին են ուրախանում, հետո են խելքի գալիս իրենց զավակները եւ ուրախանում իրենց մայր եւ հայր կոչվելուն։ Ուրեմն 40-րդ օրը Տիրոջ ընթരാճ եկավ Հիսուս։ Ինչպես որ ուրեմն լապտեներով վարելով եկան, նաև սովորություն կա նախատոնակին, այսինքն 14-ի նախորդ օրը 13-ին, եւ սա միշտ ամփոփող է միշտ ամեն տարի, ուրեմն ժամերգություն է տեղ ունենում, ժամերգության ժամանակ խորանից լույս են իջեցնում, վառում են մոմը եւ ահա հավատացյալ ժողովուրդը, որ ներկա է նախատոնակին, այդ մոմից լապտեր է վեստում եւ տանում է իրենց տունը։ Այսինքն Հիսուս մանկան լույսն է բերում իրենց տնի մեջ, սիմվոլիկ է, խորհուրդ է սա, ուղղակի Հիսուս գնալ աղոթել, աղոթակից լինել եւ վերադառնալ աղոթքով իրենց տները։ Ժողովրդի մեջ նաեւ սովորություն կա, ուրեմն կրակ վառելու։ Եվ հետաքրքիր մի ժողովրդական նաև սովորություն կար, չէ որ կրակի վրայով թռնում էին երիտասարդները, աղջիկները երևից նայում էին ասենք խիզախ տղաներին եւ ամեն մի աղջիկ երազում էր թե այս տղան, այս խիզախ տղան Երանի իմ ամուսինս էր։ Ճիշտ ինչպես հակառակը համբարձումին Բայսյան տոների ժամանակ, եւ որ աղջիկները բար էին կազմում, բարում էին, երգում էին, տղաները հերվից նայում էին աղջիկներին, ասում են եւ մտածում էին սիրահարվում էին։ Տեսեք, երկու զուգահեռ
ժողովրդական սովորությունը, որը կապ չուներ կրոնականի հետ, բայց այստեղ օգտագործվում է։ Նաև հին սովորություն կա, ուրեմն երբ որ կիսուրները առաջի տարվա հարսին պտտեցնում են կրակի շուրջ 7 անգամ։ Այսօր ես միշտ կատակ եմ անում, ասում եմ հիմա հարսն է կիսուրի պտտեցնում, թե կիսուրը հարսին է պտտեցնում, որովհետև կիսուրը իր մտքի մեջ ունի, որ այս տաքությունից տաքանա ուրեմն իր հարսի սիրտը եւ տաքությունի այրվեն չարությունը։ Դա ասեմ միշտ ասում հարսն նույնն է մտածում, կիսուրի սիրտը տաքանա եւ կիսուրի չարությունն էլ այրվի, երկուստեք տաքություն է։ Տաքությունը, երբ որ ձերքի բռնած հարս եւ կիսուրը, այսինքն ձեր ձերքի վրա տաքության կողքը միասնության խորհուրդ են առաջացնում։ Որովհետեւ իրականության մեջ մենք չունենք մեր մեջ կիսուր, մենք չունենք մեր մեջ զոքանջ։ Մեզ համար, երբ որ ամուսնանում են, հապա տղայի մայր եւ հայր են, ինչպես աղջկա մայր եւ հայր ծնողներ են, որովհետեւ ամուսինները երկուս չեն, մեկ են, ամուսինը միշտ գլուխն է ընտանիքի, իսկ կինը միշտ սիրտն է ընտանիքի, եւ սա մեկ մարմնի գաղափարն է։ Ոստի այս կրակի շուրջ ուղակի ժողովրդական սովորությամբ պտտեցնեն, ուրախանան, երգեն, պարեն եւ այդ երգի պարով է շարունակեն գնալ իրաց տները տանելով եկեղեցուց եւ մոմը տանելով եկեղեցուց նաեւ ուրախությունը եւ տաքությունը հավատքի, տաքությունը կրակի եւ հույսը, որ ձմեռը շուտով կվերջանա եւ տաքությունը կգա եւ մեր տները եւ մեր հոգիների մեջ։ Այսքանը։